Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Ազգային ժողովի 13-ամյակին նվիրված ելույթ Արմենակ Աբրահամյան։ Արմենակ Աբրահամյան 1918-ի մայիսի 28-ի անկախության ակտ իլել չի։ Իրանը Ամերիկայից պահանջալա $12 միլիարդ։ 1911-ի մամուլը հայերը հիասթափված են ելալ։ Գերմանահայերի 75%-ը բախվել է հակահայկական ռասիզմի։ 1953-ի խորհրդային որոշումն Արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանը բնակչությունը հիշողություն ու իրականություն։ RFI-ը գործարկալահայերեն լրատվական ծառայություն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հիմնադրման 13-րդ տարեդարձին առիթ ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ Ինքը նշելով էր ազգային ժողովի ստեղծման գաղափարը ձևավորվել է էրկան քննարկումների ու իրավական հիմքերի վրա, իսկ դրա ձևավորման գործընթացը պաշտոնապես հայտարարվել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին Փարիզում։ Յուրանոցելավը հիմնական նպատակն այլալ պետական կառավարման համակարգերի ձևավորումն է, հայ ժողովրդի ուժերի համախմբումը։ Արմենակ Աբրահամյանը ընդգծել էր ազգային ժողովը կոչված է նպաստել ազգային միասնությանը, պատմական իրավունքների պահպանմանն, համազգային դիրքորոշման ձևավորմանը։ Նշել է նաև վեր կառույցի ստեղծումը հիմնված է նախորդ տարիներին ընդունված մի շարք հռչակագրերի ու որոշումների վրա։ Ելույթի ավարտին ինքը նշել է վեր նախաձեռնությունը շարունակական գործընթաց է վերմիտված ազգային կառույցների զարգացմանն, պատմական հիշողության պահպանմանը։ Միջոցառման վաղտը ներկայացվել է նաև 2012 թվականի նոյեմբերի 30-ին Փարիզում ընդունված Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի ստեղծման հռչակագիրը, վերև ազգային խորհրդն վտարանդի կառավարությունը հայտարարել պետական համակարգերի ձևավորման ու ազգային ժողովի ստեղծման մասին որպես հայ ժողովրդի համախմբման ու ազգային նպատակների իրականացման կարևոր քայլ։ 1918 թվականի մայիսի 30-ին Թուրքիայում հայ ազգային խորհուրդը հայտարարել էր ստանձնում հայկական նահանգների քաղաքական ու վարչական ղեկավարումը իրան հռչակելով հայ ժողովրդի գերագույն իշխանություն։ Բայց հարց առաջանում թախ է անկախության օր համարվում մայիսի 28-ը վեր 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի դեկրետով նախկին Թուրքահայաստանը ճանաչված էր որպես անկախ հայկական միավոր։ Այս տեսակետի համաձայն առաջին միջազգային ճանաչում ստացած հայկական պետականությունը իլել է Արևմտյան Հայաստանում, մինչդեռ 1918 թվականին հռչակված Հայաստանի Հանրապետությունը ներկայացվելիս այլել հիմնականում Կովկասի հայկական տարածքները։ Հեղինակը նշում է վեր մայիսյան հռչակագիրը ստորագրվել է հայկական նահանգների անունով Վեշթա Հայաստանի Հանրապետության անվամբ։ Տեքստում նաև քննադատվում է 1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրը, վերավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը սահմանափակ տարածքով ճանաչվել է Օսմանյան կայսրության կողմից։ Պարոն Արմենակ Աբրահամյանի կարծիքով այդ գործընթացը տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի իրավունքների ու շահերի հաշվին, այն ժամանակ վեր հայկական զորքերը շարունակելիս են պատերազմել Օսմանյան կայսրության դեմ։ Հոդվածի եզրակացություններն ավեր 1918 թվականի անկախության տոնակատարությունը պատմական ու իրավական տեսանկյունից վիճելի հարցեր առաջացնում, հատկապես Արևմտյան Հայաստանապետականության ու հայ ժողովրդի իրավունքների համատեքստում։ Շարունակելի 1918 թվականի մայիսի 28-ը վերաբերվում է մենակ Ադրբեջանի անկախության հռչակմանը։ Իրան-Ամերիկա համաձայնագրերի մի մասը պահանջում է վեր Թեհրանին անհապաղ վճարվի արտասահմանում սառեցված ուրան ակտիվներն $12 միլիարդ։ Մենակ այն դեպքում Իսլամական Հանրապետությունը մասնակցելու է հետագա երկխոսությանը, սրա մասին հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը հողմանելով աղբյուրներին։ Համաձայնագրի ամենակարևոր մասը, վերի մասին Թրամփը նշել չի, Իրանը սառեցված ակտիվներից $12 միլիարդ անհապաղ վճարման պայմանն է։ Ըստ համաձայնագրի, այս գումարը պետք է անմիջապես վճարվի ու մինչև այս վճարումը կատարվի, Իրանը մասնակցելու չէ հետագա բանակցություններին, ասել է աղբյուրը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է վեր մտադիր է վերջնական որոշում կայացնել Իրանանի հետ նախնական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ ուրբաթ օրը օգնականների հետ հանդիպման վաղտը։ Ասել է վեր Իրանանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասը արդեն համաձայնեցված է։ 1911 թվականին Սալոնիկում հրատարակվող հունական Մակեդոնիա թերթը ներկայացրել է Օսմանյան կայսրության հայկական բնակչության ծանր վիճակը։ Թերթի հրապարակման համաձայն Վանա ու հարակից շրջաններին հայերը ենթարկվելիս են քրդական ավազակախմբերի հարձակումներին, հողերի բռնագրավմանը, մշտական սպառնալիքներին։ Հոդվածում նշվում է վեր իշխանությունները համ կանխալ չմբռնությունները, համ էլ շիշուտ անտարբեր մնացալ տեղ ունեցողի նկատմամբ։ Վանահայ մետրոպոլիտը պատրիարքարան ուղարկած հեռագրումը հազանգացել էր վերզինված խմբերը հարձակվում են շեների ու դաշտերում գործանող քրիստոնյաների իրան, ինչին դերդան բնակիչները վախից փակվելիս են իրանց տներում։ Թերթը նաև գիրում ավեր հայերի շրջանում աճելիս էլ ռուս հողափառությունը ընդունելի միտումը որպես պաշտպանության ու փրկության միջոց։ Միևնույն ժամանակ բազմաթիվ հայեր օգնություն ու արտագաղթի հնարավորություններ խնդրելիս փորձելով հեռանան անապահով ու ճնշված պայմանները։ Այս հրապարակումը եւս մեհետ պատմական վկայություն է այն մթնոլորտի մասին, վերը տիրելիս Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից մի քանի տարի առաջ։
Գերմանական Կասեր քաղաքում անցկացված AIM Together Academy համաժողովումը այս տարի քննարկվել է ներխմբային ռասիզմի թեման։ Համաժողովի մասնակցան հայ, քյուրդ, հույն, ասորի, հրեա, օսինտի, ռոմա համայնքների ներկայացուցիչն է։ Գերմանահայ ուսանողական միասին միության անդամներ Դավիթ Շաբազյանն, Սաթանի Գյումջյանը ներկայացրել են հակահայկական ռասիզմի դրսևորումները Գերմանիայում ու տարբեր երկրներում, անդրադառնալով նաև Արցախյան հակամարտությունների հետ աճած հակահայկականությանը։ Համաժողովին վաղտը ներկայացվան գերմանահայ համայնքներում անցկացված հարցման արդյունքներն, որոնց համաձայն հարցվածների 70%-ը նշել ավեր բախվել է հակահայկական վերաբերմունքի վերաբերյալ կամ ֆիզիկական բռնությամբ։ Ապրիլի 24-ից 26-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում հայերի ցեղասպանության հիշատակի միջոցառումների հիմնական կազմակերպիչները իրար են գերմանահայ ջահիլները։ Իրանք ելույթներում նշել են պատմական հիշողության, արդարության պահանջի ու ինքնության պահպանման կարևորությունը։ Մասնակիցներն ասելով Գերմանիայում ձևավորվում է ֆաշիզմի ու ժողովրդականության դեմ պայքարի թեզափուլ շտեղ ակտիվ դեր ունի գերմանահայ ուսանողությունը։ 1953 թվականին Խորհրդային Միությունը հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ նախկինում բարձրացված տարածքային պահանջներն, այդ թվում Կարսի ու Հարակից շրջանների շուրջ ձևավորված քննարկումներն վերահաստատելով հալամ 1921 թվականին կնքված Մոսկվին ու Կարսի խայտառակ պայմանագրերը։ 1953-ի մայիսի 30-ին Խորհրդային կառավարությունը անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն անձգտումները Թուրքիայի կառավարությանը հայտարարում վեր հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման ու խաղաղության, անվտանգության ամրապնդման Հայաստան ու Վրաստան կառավարությունները հնարավոր ընճարալ հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներն։ Սրանով խորհրդային կառավարությունը հայտարարում էր Խորհրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ օնվեր Թուրքիայից։ ԽՍՀՄ-ի նման հակահայկական դիրքը հաստատվել է հետագայում եւս միջազգային մի շարք փաստաթղթերում։ Հայաստանը հարցը շարունակալ է գոյություն ունենալու հիմնականում պատմական, իրավական, քաղաքական քննարկումների մակարդակում։ Մարդկության պատմության մեջին շուշուտ նկատվում է հակասություն պատմական հիշողությունների ներքին ընկալման ու իրական ժողովրդագրական ու գենետիկ պատկերների միջև։ Գիտական տարբեր ուսումնասիրություններում քննարկվում է Արևմտյան Հայաստանի բնակչության ձևավորման պատմական գործընթացը հաշվի առնելով միգրացիաները, խառնաամուսնությունները ու 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային տեղաշարժերը վեր խորապես ազդան տարածաշրջանի էթնիկ կառուցվածքին երան։ Գենետիկական հետազոտությունները նշանցն տան վեր Թուրքիայի ներկայիս բնակչությունը հիմնականում ձևավորվել է տարածաշրջանի քյոհնյա տեղաբնիկ բնակչության հիմքին երան տարբեր պատմական շերտերի խառնումով։ Այդ թվում կենտրոնական Ասիայից եկած կուճիր գենետիկ ներդրումները։ Միևնույն ժամանակ գիտական մոտեցումներում ընդգծում ավեր հայերը էթնիկ առանձին ժողովուրդն իրանց հստակ պատմական, լեզվական ու գենետիկ ինքնությունը վեր ձևավորվել ու պահպանվել հազարամյակների ընթացքում Արևմտյան Հայաստանի ու Կովկասի տարածքներում։ Այս թեման գիտական շրջանակներում դիտարկվում է ոչ թե քաղաքական, այլ պատմամարդաբանական տեսանկյունը նպատակ ունենալով հասկանալ տարածաշրջանի բազմաշերտ ժողովրդագրական զարգացումները։ Ֆրանսիա միջազգային ռադիոն պաշտոնապես գործարկել է հայերեն թեզա լրատվական խմբագրություն, տրնելով կազմակերպության 18-րդ օտարալեզու ծառայությունը։ Թեզա ծառայությունը աշխատելու է բացառապես արևելահայերենով ու ամբողջությամբ կենտրոնացած այննական թվային բովանդակության արտադրության իրան։ Հաղորդվում վեր 8 հոգանոց խմբագրությունը նպատակոն է հասնել հատկապես ջահիլ լսարանին, ակտիվ ներկայություն ունենալով Instagram, Facebook ու TikTok հարթակներում։ Հայերեն ծառայության գլխավոր խմբագիր Աստրիկ Հակոբյանը նշել է վեր ժամանակակից լսարանը մեծապես տեղեկություն է ստանում սոցիալական ցանցերի միջոցով ու մեդիան պիտի հարմարվի այդ իրականությանը, պահպանել որակն ու վստահելիությունը։ Թեզա խմբագրության առաջնությունների թվում են շուշու տեղեկատվական խոսքը, նորարարական հաղորդման ձևերն, փաստերի ստուգման խիստ մեխանիզմն են։ RFI-ի ներկայացուցիչների խոսքով ծառայության նպատակն է համ վստահել տեղեկատվություն տրամադրելը, համ էլ քյոմագանել լսարանին տարբերել կեղծ լուրերը։ Բացի դրանից հաղորդվել ավեր լրագրող Լիլիթ Շահվերդյանը մայիսի վերջից սկսելու է գործը Հայաստանում տեղում լուսաբանելով երկրի քաղաքական զարգացումներն առաջիկա ընտրական գործընթացները։ Սիրելի հայրենակիցներ, սորվա եթե ես քանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ իպնդկացիք։